Սիրելի հավատագիցներ, դարձյալ խաղաղություն ձեզի, իմ սիրելի հավատագիցներ, հայրենակիցներ, մեր հայ ժողովուրդ, մեր հայ քրիստոնյա ժողովուրդ, որոշ ժամանակ բացակայած էի, ընդմիջում էր եղել, որովհետև աղաքին ծանրաբեռնված եմ եղել, բայց նորից սկսում եմ այս հեռարձակումները, այս տեսանյութները, սիրելիներ, հարցեր պատասխանել Աստվածաշնչի վրայով, շատ հարցեր կան, դակավին դրանց ես չեմ պատասխանել, սիրելիներ, այսօր նորից պիտի ուզենամ մի քանի հարցի պատասխանել, Աստծո շնորհքով, Աստծո առաջնորդությամբ։ Հետևաբար առաջին հարցը այսպես է, Հովհաննու 3-րդ գլուխ 14-րդ եւ 15-րդ համարներու վրայով է, եղբայր Հայրս է տալիս, որ ինչու համար օծը, որ ինքը ներկայացում է վատ սիմվոլ, անեծք, համեմատվում է Հիսուսի բարձրանալու հետ, այսինքն Հիսուսը խաչ բարձրանալու հետ է, մի հատ ընթերցենք այդ համարները սիրելիներ, Հովհաննու 3-րդ գլուխ 14-15, գսե Հիսուս Նիկոդեմոսի հետ ինքը բացառություն է տալիս փրկության եւ վրստին ծնունդի խաղապարի վրայով, սիրելիներ, եւ խոսքի մեջ շարունակում է ասում է, որ 14-րդ համարի մեջ, ինչպես Մովսես անաբադի մեջ օծը բարձրացուց, այնպես էլ պետք է որ որդի մարդու բարձրանա, ինչպես Մովսես անաբադի մեջ օծը բարձրացուց։ Սա սիրելիներ խոսում է Թվոց 21-րդ գլուխ 4-9 համարներում մեջ է տեսնում եք դա, Աստվածաշնչին, հին ուխտին, մի փոքր ես դա ընթերցեմ, գիտեք, որ Մովսեսի միջոցով Աստված հրյա Իսրայելի ժողովրդին Եգիպտոսի գերությունեն հանեց դուրս Մովսեսի միջոցով եւ անաբադի մեջ ժողովուրդը շատ էր դրդնչում Մովսեսի դեմ եւ Աստծո դեմ։ Եվ այստեղ գսե Եդոմի երկրին բոլորդիկեն անցնելով, հովր լեռնեն կարմիր ծովուն ջամփան չվեցին, ու ջամփում մեջ ժողովրդին սիրտը նեղացավ, եւ սկսան դրդնչել։ Ժողովուրդը գսե Աստծո դեմ, ու Մովսեսին դեմ խոսեցան, ասելով, ինչու մեզ Եգիպտոսեն հանեցիք, որ անաբադի մեջ մեռնինք, քանզի հաց չկա, ջուր չկա, եւ այս չնչին հացեն մեր սիրտը զզվեր է, այսինքն մանանայեն։ Ուստի Տերը ժողովրդին վրա գիզող օծեր ըրգեց, որոնք խածին ժողովուրդը, այնպես որ Իսրայելեն շատ ժողովուրդ մեռավ։ Եվ ժողովուրդը Մովսեսին եկան ուսին, Տերոջը դեմ ու քեզի դեմ խոսելով մեղանչեցինք, անդրադարձան, որ մեղանչեցին Տիրոջ եւ Մովսեսի դեմ, գսեն Մովսեսին, որ աղոթ կրե, Տերոջը, որ մեր վրայեն օծերը վերցնե։ Մովսես ժողովրդին համար աղաչեց։ Նայեցեք Տերը ինչ ասեց Մովսեսին։ Տերը ասավ Մովսեսին. քեզի գիզող օծ մշին է, ու զանիկա ցողի մը վրա թիր։ Ով որ օծեն խածվի, անոր թողնայի ու ապրի։ Այսինքն գիզող օծը ցողի վրա բարձրացուր, ան որ խածվի գիզող օծեն, այդ բղինցե ցողի վրա բարձրացած օծին նայի ու գաբրի։ Եվ Մովսես բղինցե օծ մշինեց, ու զանիկա ցողի մը վրա դրավ, երբ օծ մը մարդ կխածներ, ու մարդը բղինցե օծին նայեր, անմիջապես կփեշկվեր գարողջանար։ Տեսնում եք սիրելիներ, սա ինչ էր խորհրդապատկերը, սա խորհրդապատկեր էր Հիսուսին խաչին վրա բարձրացվելու։ Օծը ներկայացնում է սիրելիներ, ինչ կնշանակի, օծը 5 դագարանի մեջ ներկայացնում է մեղքը եւ անեծն է ներկայացում։ Դա խորհրդանշում է դա։ Եվ Հիսուս երբ համեմատվում է օծին հետ, սիրելիներ, ասում է, որ ինք վերցրեց այն անեծքը իր վրա։ Այսինքն, օծեն խածվիլը բոլորը սիրելիներ ծնվել ենք օծի խածվածքով, այսինքն բոլորս օծի սերունդ ենք, իժի ծնունդ ենք, մեղքեն ծնված, մեղքով ծնված ենք, բոլորս թունավորված ենք օծի թույնով,
Բոլորս անեծքը վրան մեր վրա կգրենք Ադամ Եվայի ժամանակեն իվեր։ Բոլոր մարմնավոր ծնունդները սիրելիներ։ Եվ այդ անեծքը մարդու վրայեն պետք է վերցվի։ Մարդու վրայեն կվերցվի այդ անեծքը, տեսնում ենք Հիսուսի խաչելության վրա, Հիսուսի փրկության ծրագրի վրայով հավատք ունենալով։ Հավատքով է, որ մարդ կփրկվի։ Հետևաբար անադատի մեջը օծեն խածող մարդկանց, որ դարաբում էին։ Բոլորը նայեցան այդ բղինցե օծը, որ Մովսես բարձրացուց։ Ոչ, բոլորը չնայեցան։ Հաստատ որ շատերը ասեցին, որ այդ ինչ բղինցե օծին ինչ նայենք, բայց շատեր հավատքով նայեցին։ Դրանք որ հավատացին, բժշկվեցան սիրելիներ։ Նույնպես տեսնում եք Աստված ոչ թե իրենց վրայեն օծերը վերցուց, բայց օծեն խածվողներուն, որ բոլորս մենք խածվել ենք օծեն սիրելիներ, ծնունդով, այդ անեծքը մեր վրա կգրենք, Աստված իր որդին Հիսուսը խաչի վրա մեղք սևեց եւ անեծքը արեց։ Հիսուս խաչի վրա, այսինքն ծողին վրա բարձրացած օծի նման ինքը եղավ անեծքը, ինքը եղավ մեղքը մեր փոխարեն, որպեսզի մենք ապրենք սիրելիներ։ Եվ դրա մասին բացատրում են ինպես Աստվածաշունչը Նոր Գտակարանը Քաղատացիներու 3-րդ գլուխ 13-րդ համարի մեջ Պողոս առաքյալը գսե Քրիստոս մեզ փրկեց օրենքի անեծքից մեր փոխարեն անիծված լինելով։ Ինչպես անիծվեցավ Հիսուս եղավ մեղքի անեծքը խաչի վրա, որտեղ մեր բոլորի մեղքերը իր վրա վերցուց սիրելիներ։ Եվ երկրորդ Կորինթացիներու 5-րդ գլուխ 21-րդ համարի մեջ նույնպես ասում է նրան, այսինքն Քրիստոսին, ով մեղք չգիտեր, Աստված մեղք դարձրեց մեզի համար խաչի վրա, որպեսզի մենք նրա մեջ Աստծո արդարությունը դառնանք։ Տեսնում եք սիրելի եղբայրս, որ հարցը տվել ես, դա խորհրդապատկերն էր Հիսուսի խաչի վրա բարձրանալու եւ անեծքը իր վրա վերցնելու։ Մեր փոխարեն ինքը դարձավ մեղք, ինքը դարձավ անեծ։ Դրա համար է, որ ինքը մահացավ խաչի վրա, բայց գիտենք, որ մահացավ չմնաց հարություն արավ, որպեսզի մեր մեղքերը իր վրա վերցնե։ Սա է խորհրդապատկերը, սա է իմաստը Հիսուսի համեմատության, որ Նիկոդեմոսին բացատրում է, ասում է, որ ինչպես Մովսես բարձրացուց բղինցե օծը նույնպես որդի մարդու պիտի բարձրանա, որ պիտի բարձրանա խաչի վրա իբր մեղք եւ անեց մեզ համար։ Իր անունը փառավորվի, Տիրոջ անունը փառավորվի։ Սա այսպես երկրորդ հարցը, ուրեմն մի հատ քույրիկ է այդ հարցը տվել, ասում է, որ չէ որ ամեն մարդ մի բնավորությամբ է ծնվում։ Այո, ճիշտ է։ Ինչպես է դա լինում։ Ինչպես կարելի է այդ ամենը Աստծո խոսքի մեջ տեսնել ու հասկանալ։ Օրինակ, կան երեխաներ, մանկուց ունեն շատ չար բնավորություն, ճիշտ է։ Այս երեխան ինչ անի, որ այդպես է ծնվել։ Ինչ է դա։ Անեծքի արդյունք է դա։ Սա հարցն է սիրելիներ։ Շատ լավ հարց է։ Շատ ենք տեսնում, մի ընտանիքի մեջ տարբեր երեխաներ են ծնվում, մի երեխան ստախոս է լինում փոքր տարիքին իբր, մի երեխան իսկապես ոչ թե աշխուժ, չարություն ընող է, չարությունը սիրող է, մյուս երեխան տեսնում ենք, որ բարի է, անշուշտ մարդկային հասկացողությամբ, որտեղ ոչ մեկը բարի չէ, ինչպես որ Հիսուս ասեց, ոչ մեկը չի գա, որ բարի է, բայց համեմատական բարություն կա եւ չարություն կա, սիրելիներ, մարմնավոր հասկացողությամբ տեսնում ենք, որ մի երեխան տան մեջ երկու եղբայր են, մեկը մյուսից ավելի բարի է։ Այդպես բան կա, իհարկե այդ տեսակ բան կա։ Սա ինչից է գախյալ, ինչից է գալիս։ Այո, դա շատ լավ հարց է։ Ես բացատրեմ, սիրելիներ,
ըստ Աստվածաշունչի մենք պետք է նկատի առնենք Աստծո խոսքերը մանրամասնորեն, պետք է նայենք ինչ է ասում։ Սիրելիներ, Ելից 20-րդ գլուխ 5-րդ համարի մեջ Աստված իր 10 պատվիրանները Մովսեսին հանձնեց, որպեսզի ժողովրդին փոխանցեր, եւ տեսնում ենք, որ երկրորդ պատվիրանը Ելից 20-րդ գլուխ երկրորդ պատվիրանը, արի գարթանք միասին տեսնենք ինչ է ասում։ Երկրորդ պատվիրանը ասում է, որ տուն քեզի գուրկ չի շինես, ոչ վերը երկինքի մեջ, ոչ վարը երկրի վրա, կամ երկրի տակի ճուրերուն նմանությունով։ Անոնց երկրպագություն չնես, ուզանոք չբաշխտես։ Վասնզի ես քու Տեր Աստվածը նախանցոտ Աստված եմ, որ կհատուցանեմ հայրերուն անօրենությունը որդիներուն, մինչև անոնց 3-րդ ու 4-րդ ասկը, ուշադիր, մինչև անոնց 3-րդ ու 4-րդ ասկը, որ գադեն զիս, եւ գողորմիմ անոնց մինչև 1000 ասկը, որ գսիրեն զիս ու իմ պատվիրաններս կբահեն։ Ուշադիր, ասում է, որ գհատուցանեմ անոնց, որ զիս գադեն, մինչև 3-րդ եւ 4-րդ ասկը, իսկ գողորմիմ, մինչև 1000 ասկը, անոնք, որ զիս կսիրեն։ Տեսնում եք, ինչ մեծ տարբերություն կա Աստծո ողորմության եւ Աստծո փառքության միջև, սիրելիներ։ Հիմա շատերը պիտի կարող է ասեն, որ Աստված ինչու ասում է, որ նախանցոտ Աստված է։ Ինչպես կարելի է Աստված նախանցոտ Աստված լինի։ Մարդու նման նախանցոտ է արդյոք։ Սիրելիներ, այդ նախանցոտությունը, երբ որ Աստված ասում է, ես նախանցավոր Աստված եմ, դա սուրբ խանդավառություն է, սիրելիներ, եւ նվիրվածություն է։ Դա մարդկային նախանցողության նման չէ, բացարձակապես մարդկային նախանցողությունը մեղք է, մարդկային նախանցողությունը մեղք է, բայց Աստվածային, որ ասում է նախանցող եմ, ինքը հայերենի մեջ միգուցե այդքան լավ բացատրություն չունենք, դարբեր բարեր, անգլերեն իմացողները կհասկանան, որ կա jealousy եւ կա zeal, այսինքն jealous կամ zealous բառը ինչ որ այդ որ բարի սուրբ խանդավառություն է, նվիրվածություն է, Աստծոն այդպես է, ինչպես որ մենք պետք է նախանցոտ լինենք Աստծո համար, դա այլ մեղք չէ, դա աստվածային նախանցողությունն է, այսինքն մենք ունենանք սուրբ խանդավառություն Աստծո խոսքի վրայով, Աստծո պատվիրաններու վրայով, Աստծո հաճելի կյանք ապրելու վրայով, սիրելիներ։ Իսկ մարդկային նախանցողությունը մեղք է, որովհետև Աստված չի կիսում իր ժողովրդին այլ գուրքերի հետ, բարձ է, չէ։ Աստված ստեղծել է մարդը իր պատկերով, ոնց կարելի է, որ այլ գուրքերի հետ իր ժողովրդին կիսե, որովհետև իր սերն ամբողջական եւ բացառիկ է։ Տեսնում եք, Աստծո սերը ամբողջական եւ բացառիկ է, դրա համար ասում է նախանցոտ Աստված է, նշանակում է դա սուրբ նախանց է, ում համար մեր լավ լինելուն համար է դա, սիրելիներ։ Հետևաբար, ինչպես մարդը գենետիկապես ինքը կժառանգե ֆիզիկական հատկություններ, կժառանգե նույնպես հիվանդություններ, ահագին հիվանդություններ կան, որ մարդը ժառանգում է իր հորմե, իր մորմե, իր մեծ հայրեն, մեծ մայրեն կամ ավելի առաջ սերունդ, մինչև մի քանի սերունդով կարելի է մարդը հիվանդություններ ժառանգե, այսինքն իր հայրը մայրը այդ հիվանդությունը չունենա, կամ մեծ հայրը կամ մեծ հորը հայրը կամ մայրը այդ հիվանդություն ունենան, եւ տեսնում ենք, որ ծորը դա ժառանգում է, ոչ թե թորը, ծորը ժառանգում է դա կա, եւ դա միայն չի վերաբերի ֆիզիկական հիվանդություններով, դա նույնպես կվերաբերի, սիրելիներ,
նույնպես վերաբերի բնավորություններու, հոգևոր հատկություններու, մտածելակերպի եւ այլն։ Այսինքն ժառանգելը սիրելիներ եւ գլինի ֆիզիկական եւ գլինի մտային եւ գլինի բնավորություններ եւ կարող է լինի նույնպես հոգևոր։ Բացատրեմ ցեզի։ Աստվածաշունչը ասում է, որ չխաբվեք, ինչ որ մարդ կծանե, դա պիտի հնցե։ Օրինակ ցեզի օրինակ տամ։ Օրինակ դուք գիտեք, որ միասերականությունը ինքը ֆիզիկական հիվանդություն չէ։ Դրա մասին շատ բժիշկներ խոսել են, ես էլ խոսել եմ դրա մասին եւ հասկանում ենք, որ դա հորմոնային խնդիր չէ։ Հորմոնային խնդիրը շատ հեշտ է ուղղելը, այսինքն եթե տղամարդկային եթե հորմոնները իրամոտ բան չէ, զարգացած չէ, ինչպես որ պետք է որ ինքը տղամարդ լինի, կտեսնենք, որ մի քիչ իքական, ֆիզիկական դեսքը մի քիչ իքականի նման կարող է լինել, դրա ասում ենք հայպոգոնադիզմը, բժշկական տերմինոլոգիայով, դա հորմոններով, բուժելով կարելի է ուղղել։ Ինչու սա ասում եմ, հետևաբար միասերականությունը ինքը ներքին զգացումներ են, հոգեվիճակ է, եւ որ մարդը կարա դա զարգանա իր փոքր տարիքին, գախում ունի կենսակերպից կամ միջավայրից, նույնպես կարող է ինքը ժառանգե, ինչ ձևով ժառանգե, ինչ որ գծանե, դա կհնցե։ Օրինակ ասեմ ձեզի, կարող է իր հայրը շնության կյանք է ապրում, այդ մեղքի մեջ է ապրում։ Հետո երեխան կտեսնե, որ ինքը միասերական է, հետո զարմանա ասեք, որ այս ոնց կարելի է, բայց նույն տեսակի մեղքերից է, չէ՞, սերական մեղք է։ Եվ տեսնում ենք, որ երեխան դա ժառանգում է։ Եվ երեխան ինքն էլ չի հասկանում, որ ինչու համար իր ներսիտին այդ տեսակի զգացումներ ունի։ Եվ դա հետևանք է մեղքի եւ ապրելակերպի սիրելիներ։ Մինչև քաներորդ սերունդը, սա այսօր կարելի է մարդը խստաբանությամբ չընդունի, բայց այդպես է, հետևանք ունի։ Մինչև երրորդ եւ չորրորդ սերունդը։ Բայց այդ անեծքը կգդրվի, երբ որ մարդը ապաշխարում է։ Այսինքն, երբ որ մարդ ապաշխարում է, իրանից եկած սերունդները, այսինքն մեղքի կյանքը չի ապրում, ապաշխարում է, եթե ապաշխարելուց հետո նորից նույն տեսակի մեղքեր է գործում, նորից կարելի է, որ իր երեխաները, իր աթոռնիկները աստվեն, իհարկե, այս մարմնի մեջ, դա իրենց հոգիներու փրկության հետ կապ չունի, հոգիի փրկությունը սրանից կախյալ չէ, հոգիի փրկությունը ապաշխարելուց, մեղքի գիտակցություն անելուց, ասելու Տեր փրկե ինձի, հավատքով մարդը կարող է մեղքի կարելի է հավիտենական փրկություն ունենա մարդը։ Հետևաբար դա որ ասենք վատ բնավորությամբ է ծնվել, չափ բնավորությամբ է ծնվել։ Այդ մարդը կարող է ապաշխարել, իհարկե։ Նայեցեք, եղել է որ երկու եղբայրներ եղել են, մեկը բարի բնավորությամբ, մյուսը շատ չար բնավորությամբ։ Բարի բնավորությամբ եղբայրը կյանքում չի ապաշխարել, որտեղ ինքն արդար է դեսել իր անձը։ Ասել է, որ ես ամեն ինչ բարի եմ անում, ամեն ինչ բարի է անում եւ իր մեղավորությունը չի բացվել։ Բայց մենք բոլորս գիտենք, որ չկա ոչ մի մարդ, ոչ մի ծնունդ, որ կարող է արդարանալ դիրոջ դիմացը դատաստի գտնելով։ Բոլորս Աստծո փառքեն ենք, բոլորս մեղանչել ենք, բոլորս փրկության կարիք ունենք։ Եթե մարդը սա չճանչնա, երբեք չի կարող փրկվել։ Հետևաբար այդ բարի թվացողը կարելի է կյանքում չապաշխարել եւ շատ չար բնավորության մարդը ցախողություններու միջոցով անցնելով իր բնավորության հետևանքով, իր չարության հետևանքով կարող է այդ մարդը կոտրվի մի օր զղջա եւ ապաշխարե։ Աստված արդար է սիրելիներ, նրան մի նայեք, բայց այո, դա կարելի է ժառանգական լինի, իհարկե կարելի է ժառանգական լինի, բայց դա
իր փրկվելուն հետ կապ չունի, կարող է այդ բարի թվացողը չապաշխարե եւ շատ չար թվացողը ապաշխարե եւ փրկվի։ Կարծում եմ, որ բավարար բացատրություն տվի, որովհետեւ ես ավելի չխորանամ սրա մեջ, միտքը հասկացաք ինչու համար կարող է այդպես։ Այն չար բնավորությամբ, երբ որ ինքը թաթարի, կամ ասենք թե որ այդ միասերականը կարող է փրկվի, կարող է ազատագրվի, իհարկե կարող է, այդպես մարդիկ եղել են, լիքը եղել են աշխարհի վրա, այն ժամանակ որ ինքը ապաշխարում է, Տիրոջ է ապևանում, Տիրոջ հրաշքը իր ներսիտին կարող է կատարվի սիրելիներ, դրանից ազատագրվի եւ իր սերունդները դա չժարանքեն, բայց մի մոռանաք Տիրոջ ողորմությունը եւ օրհնությունը մինչեւ 1000 սերունդ է, իր անունը փառավորվի։ Սա ինչ կվերապերի բնավորություններուն։ Երրորդ հարցը խնդրում եմ բացատրեք Եբրայեցիս 6-րդ գլուխ 4-րդ համարեն 6-րդ համար։ Բացենք Աստվածաշունչը, ընթերցենք, ուրեմն Եբրայեցիս 6-րդ գլուխ 4-րդ համարեն մինչև 6-րդ համար։ Ինչ է ասում։ Ասում է Բողոս Արաքյալը. Վասնզի անհնար է մեկ անգամ լուսավորվածներուն, որոնք երկնային բարգևին համը արին, Սուրբ Հոգին հաղորդագից եղան, Աստծո բարի խոսքին ու գալու աշխարհին զորություններուն համը արին, որ եթե ինան, նորեն ապաշխարությունով նորոգվին, որովհետև գրգին Աստծո որդին խաչը գահանեն, իրենց անցին ու կխայտարակեն։ Ասում է, որ անհնար է մեկ անգամ լուսավորվածին, որոնք երկնավոր բարգևին համը արին, քերփանականին համը արին, Սուրբ Հոգին հաղորդագից եղան, Աստծո բարի խոսքին ու քալու աշխարհին զորություններուն համը արին, եթե ինան նորից ապաշխարությունով նորոգվին։ Ինչի մասին է խոսում, ինչին համը արին եւ ինան ինչ կնշանակե ինան։ Սա շատերու մեջ անշուշտ վախ ստեղծած է այս համարը, չի հասկանալով ինչ է ասում Բողոսը սիրելիներ։ Ինչքան մարդիկ եկած են եկեղեցի, ինչքան մարդիկ իրենք հավատքի, թվացիալ հավատքի կյանք են ապրել, բայց իրենք երբեք չեն ճանաչել Աստծո։ Երբեք երկնային զորություններու համը արած չեն, երբեք չեն լուսավորվել, երբեք Քրիստոսին չեն ճանաչել։ Իրենք լոկ եկել են որոշ ժամանակ, որովհետեւ իրենք թժող չի գնան, թժողքի վախից եկել են։ Բայց որ ավետենական կյանքը Հիսուս Քրիստոսի ճանաչողության մեջ է։ Հովհաննես 17-րդ գլուխ 3-րդ համար։ Այս է ավետենական կյանքը, որ ճանաչեն քեզ միակ ճշմարիտ Աստված եւ Հիսուս Քրիստոսը, որ դու ուղարկեցիր։ Հիսուս Քրիստոսին չճանաչենք, անհնարին է, որ մենք ավետենական կյանք ունենանք։ Իսկ դրանք, որ եկել են, լոկ, հաճախել են, ոչ մի բան չեն հասկացել Աստծո խոսքից, խոսքի հայտնություն չեն ունեցել, գրոնավորապես եկել են, հաճախել են, դրանք շատ շուտ կինան, նորից աշխարհ կգնան, նորից կգան, նորից աշխարհ կգնան, դրանց մասին չի խոսում, դրանք կարող է եւ ցես թվա, որ դրանք այդ բոլորի համը արել էին, հիմա նորից աշխարհ գնացին, կյանքում այլևս չեն կարող վերանորոգվել, գայնել, չէ, դրանք հենց չեն ճանաչել Քրիստոսին, դրանք երբեք չեն ճանաչել Քրիստոսին, Պարզ է, որ եկել էին այդպես, հետո նորից աշխարհը իրենց հրավուրեց, հետո ժամանակը նորից կգան, նորից աշխարհը գարա հրոբարել, բայց վերջավորության կարող է հայտնություն ունենալ ճշմարտության եւ ապաշխարեն, կամ չունենան հայտնություն եւ փրկություն չունենան սիրելիներ, բայց ասում է, որ այդ մարդը, որ երկնային, այսինքն այդ մարդը, որ վերստին ծնունդ է ունեցել, իր հոգու աչքերը բացվել է, հոգին կոմայից դուրս է եկել, ինքը շոշափել է գենթանի Քրիստոսին, շոշափել է Քրիստոսի սերը, հավիտենականությունը շոշափել է, ոչ թե մտքով է հասկացել, ինչպես որ պետք է ամեն ճշմարիտ քրիստոնյա, որ վերստին ծնունդ ունեցել, դա շոշափում է սիրելիներ,
հոգով հավիտենականությունը, շոշափում է Աստծո, իրեն համար դա շոշափելի եւ բան է ճշմարիտ է դառնում, կատարյալ ճշմարիտ, ավելի ճշմարիտ, քան թե ինչ որ իր համար տեսանելի է։ Այն տեսակի մարդը, որ ինքը ապաշխարել է, ինչից, մեղքից է ապաշխարել։ Գիտեք սիրելիներ, մենք շատ ենք խոսել, որ կա մեղքը եւ մեղքերը։ Մեղքից է մարդ պիտի ապաշխարի, մեղքերը մեղքի հետևանքն են։ Իսկ մեղքը սիրելիներ, Ադամ Եվայի գործած մեղքն է, անհավատությունը, Աստծո առաջարկած կյանքը մերժել, օծի առաջարկած կյանքը ընդունել, հավատալ դրա։ Աստված ասել չուտեք կմեռնեք, իսկ կյանքի ծառեն գերեք, ցեզ համար լավ կլինի։ Սատանան ասեց որ ոչ, ուտեք չեք մեռնի, աստվածներու նման կլինեք։ Սատանայի առաջարկած կյանքին հավատացին, Աստծո առաջարկած կյանքի չի հավատացին։ Հետևաբար անհավատությունն է մեղքը Աստծո խոսքի նկատմամբ, Աստծո առաջարկած կյանքի նկատմամբ։ Ան որ վերստին ծնունդ է անում, Աստծո առաջարկած կյանքին սիրահարվում է։ Դա է ուզում ինքը ապրել, դա է իրեն համար հաճելին, եւ ասում է «Այսքան տարիներ ես գործրել եմ, չեմ ճանաչել»։ Այդ մեղքից ապաշխարում է եւ ինքը հավատքով փրկվում է։ Իսկ մեղքերը հետևանք է, մարդը կարող է մեղքերու մեջ ընկնի կյանքի ընթացքում։ Ոչ մի մարդ չի կարող ասել, որ մինչև կյանքից վերջին շունչը ես մեղքի մեջ չեմ ընկնելու։ Մենք հակամետ ենք, մենք ռիսկի մեջ ենք, ովևէ մեկ ժամանակ մեղքի մեջ ընկնելու, բայց այդ մեղքը մենք ադում ենք, զղջում ենք, ցավում ենք, լացով գալիս ենք եւ հույսով ազատագրվում ենք այդ մեղքերից։ Դրանք մեղքեր են, ինչպես որ Բողոս Հռոմեացիներու 7-րդ գլխում մեջ ասում է, որ ուզում եմ բարի անել, ներսի մարդուն նայելով, ես համաձայն եմ Աստծո խոսքին օրենքին հետ, բայց իմ անդամներու մեջ ուրիշ բան կտեսնեմ, ուրիշ օրենք, երբ որ բարին ուզում եմ անել, տեսնում եմ, որ չի հաջողվեցի, նորից չարը արեցի, դու ուզում ես երթալ, հետը կրիվ չանել, չփարգանալ, տեսնում ես, որ ուժը չի բանում, նորից փարգացար, հետը գրվեցիր։ Ասում է, ինչ խղճալի մարդ եմ, դրա մասին չի խոսում։ Հետևաբար նորեն ինալ ինչ կնշանակի, այդ բոլորից հետո դու մի անգամից անհավատ գտնվես։ Դու գործնես հավատքը, որ Քրիստոս ինքն է փրկիչ, որ Քրիստոս Աստծո որդին է, որ Աստված կա, որ ինքը խաչվել է եւ հարություն է արել։ Այդ հավատքը գործնես դու, այդ ոնց կարելի է նորից հավատաս։ Այդ բոլորը ճաշակել ես դու քերփնականը, շոշափել ես Աստծո հավիտենական կյանքը, Սուրբ Հոգու քերփնական բոլոր կորձերին եւ հայտնություններուն եղել ես հաղորդագից, հանգարց հավատքից ընկնում ես, չես հավատում այլևս Քրիստոսին։ Դա է ինալը։ Այսինքն բուն մեղքի մեջ ինալն է, անհավատության մեջ ինալ է։ Մի անգամ այդ հավատքը գործնում ես։ Ոնց կարելի է նորից վերականգնվես։ Անհնար է, շշմելու բան է։ Հիմա մտածում եմ ես, հանգարց մի օր գա, որ չհավատամ ելես, որ Քրիստոս փրկիչն է, Աստծո որդին է, հարություն է արել։ Այս բոլորը ճաշակել ես հետո, ես չեմ կարող պատկերացնել։ Չեմ կարող պատկերացնել։ Այդ ոնց, դա, այսինքն, դա ինչքան ծայրահեղ վիճակ է, եթե այդ վիճակի մեջ ընկնի մարդը, շատ սարսափելի է։ Շատ սարսափելի է, չի կարող։ Նայեցեք, Վասնզի 7-րդ համարի մեջ շարունակում է, ասում է, որ երկիրը, որ իր վրա շատ անգամ եկած անձրևը գխմե, այդ բոլոր երկնային օրհնությունները, պարգևները, զորությունները ճաշակում է, եւ արդյունք կբերե բիդանի անոնց, որոնց համար կմշակվի։ Աստծո օրհնություն կընդունի, բայց ան որ փուշեր ու դադաստեր գաջեցնե, այդ բոլոր անձրևները խմելեն հետո, անբիդանի անեծքի արժանի է։ Հասկանում եք սիրելիներ, այդ բոլոր անձրևները, օրհնության, զորությունները, հաղորդակցությունը Սուրբ Հոգու հետ, այդ բոլորը ճաշակել, շոշափել են հետո, փուշեր ու դադաստներ է բրծում։ Այսինքն մարդը նորից գնում է աշխարհիկ կյանք է ապրում, հավատքից ընկնում է, այդ հողը վարվելու է, դա անեծքի է այդ հողը արժանի։ Սրա մասին խոսում է, չի ասում, որ եթե մեղքերից մեղքի այսինքն եթե այս բոլորը ճաշակել են մի օր փարգության մեղքի մեջ ինգար կամ դգարության, չգիտեմ, ցանկության մեջքի մեղքի մեջ ինգար, վերջացածն դժոխք ես գնում։ Դրա մասին չի խոսում։ Այդ ինալը խոսում է հավատքից ընկնելու մասին,
մեղքուն մեղքի մեջ է ընկնելու, ճաշակելուց հետո Աստծո բարգևները հաղորդակից լինելուց հետո երկնայինին հետ վերստին ծնունդ ունենալուց շոշափելուց հետո, որ ես տեսնում եմ, որ դա շատ բացառիկ վիճակ է, որ մարդը ընկնի։ Եղավ սիրելի հարց տվող։ Ուրեմն, մետե ժամանակը գերիկ է, մի հարց ևս պատասխանեմ, մի հարց ևս, դա Կարծում եմ մի հատ քույրիկ է հարց է տալիս, ինչ է նշանակում հոգով աղքատ լինելը։ Ինչ է նշանակում հոգով աղքատ լինելը։ Մատթեոսի 5-րդ գլուխ 3-րդ համարի մասին է խոսում քույրիկը։ Մատթեոսի 5-րդ գլուխ 3-րդ համար։ Երանի հոգով աղքատներուն, բացնձ երկինքի թագավորության անոնցն է։ Շատ էլ խոսած են հոգով աղքատության մասին։ Միայն թե ուզում եմ, որ մի հատ ակնարկություն անել սրավայով, այդ աղքատ պարը, անշուշտ է, որ գիտեք նոր գդագարանը, հունարեն բնակիրով է գրված, հունարենից թարգմանված է, բնակիրը հունարեն է, հունարեն բարը թոխոյ պարն է, ինչ որ չի նշանակում աղքատ հենց բարացիորեն, թոխոյ պարը կնշանակ է լիովին գարիքավոր, ամփոխչական գարիքավոր, կոդրված մարդ, որ լիովին գախված է ուրիշի օգնությունից, տեսնում եք, լիովին գարիքավոր, լիովին գախված ուրիշի օգնությունից, մանուկներու նման, Հիսուս չասեց, որ այս երեխաներու նման չլինեք, երբեք երկինքի թագավորությունը չեք մտնելու։ Ինչի մասին էր խոսում, որը երեխաները լիովին գարիքավոր են իրենց ընտանիքներուն հոգատարության, լիովին գախված են իրենց մամային, բաբային օգնությունից։ Հենց դա է բարը։ Հոգով աղքատը նշանակում է, որ մարդ, որ ինքը գիտակցում է իր հոգևոր սնանկությունը, մարդ, որ չի հբարդանում իր բարեպաշտությունով կամ իր արժանիքներով, այլ լիովին հենվում է Աստծո ողորմության վրա, լիովին կախյալ է Աստծո ողորմությունից, երեխու նման, ոչ մի ցևով ինքը չի տեսնում իր ներսիտին արժանիք, ոչ մի ցևով չի տեսնում իր ներսիտին խոնարհություն, բարեպաշտություն, տեսնում է, որ ինքը սնանկացած է, անընդհատ Տիրոջ ողորմության գարիք ունի, դրանց ասում է Երանի բառը նույնպես Մակարիոս բառն է հունարենով, որ կնշանակե երջանիկ է այդ, քեր երջանիկ է այն մարդը, օրնյալ է այն մարդը, քեր երջանիկ է, անոր հոգով աղքատ է։ Աստծո այն տեսակի հավատացյալներ պետք են սիրելիներ։ Օրինակ, հիշում եք շատ լավ, փարիսեցին եւ մաքսավորը, որ տաճարում աղոթում էին եւ Հիսուս երկուսի մասին խոսեցավ։ Փարիսեցին տաճարում աղոթում էր, ասում էր, որ Տեր շնորհակալ եմ, որ այսպիսին եմ, ես շաբաթ երկու ծոմ եմ բահում, դասանորդս եմ մուծում, այս մաքսավորին նման չեմ։ Հիմա այդ փարիսեցին հոգով աղքատ էր, դա հոգով հպարտացել էր, ինքնիկը արժանի էր տեսնում, ասում շնորհակալ եմ, որ ես լավն եմ։ Ում պետք է Աստծո այդ տեսակի մարդ, ում պետք է։ Բայց մաքսավորը գուրծ կներծեցում, ասում է, որ ողորմիր ինձ մեղավորիս, նա հոգով աղքատ էր, գարիքավոր էր, տեսնում եք, սա Աստծո աջելի հոգեվիճակ է, կարծում եմ, որ շատ պարզ է, հասկանալու համար Աստված ձեզի շատ օրհն է, դրանք, որ մի քիչ անհամբեր էին եղել, նամակներ էին գրում, ինչ համար չես տեղադրում, ներեցեք ինձի, ես նորից կփորձեմ շուտ տեղադրել այս տեսանյութերը, Աստված ձեզի շատ օրհն է, մինչև հաջորդ հանդիպում։